Ժորժան, դուք արդեն գիտեք, որ Հայաստանը Ադրբեջանից առել է նավթ, վառելիք եւ արդեն այն Հայաստանի ճանապարհին է։ Եվ որոշ հասարակական, քաղաքական, վերլուծական շրջանակներ մի ոգևորվել են, թե բա տեսեք, Ադրբեջանը կդառնա այլընտրանք Ռուսաստանին, ռուսական գազի փոխարեն կառնենք ադրբեջանականը։ Հիմա եկեք էմոցիաները դնենք մի կողմ, Ռուսաստան, Ադրբեջան եւ խոսանք ըստ Հայաստանի պրագմատիկ եւ ռացիոնալ շահերից, հա, այսինքն տնտեսական հաշվարկներ անենք։ Ռուսաստանը Հայաստանին վաճառում է գազ ոչ թե միջազգային գներով, այլ երկկողմ պայմանագրային գնով՝ $165 1000 խորանարդի դիմաց։ Այսինքն Ռուսաստանը մեզ միջազգային գներից երկու անգամ ավելի էժան գազ է վաճառում երկկողմ պայմանագրային, այսպես ասենք, գնով, որովհետև մենք դաշնակիցներ ենք, գործընկերներ ենք, նույն տնտեսական միավորման մեջ ենք, ինչպիսին է ԵԱՏՄ-ն, եւ առհասարակ Ռուսաստանը միջազգային գներից ինչու է մեզ ավելի էժան վաճառում գազ, որովհետեւ դա ունի նաեւ քաղաքական ենթատեքստ։ Հիմա ադրբեջանական գազը դիտարկենք, քաղաքական առումով Ադրբեջանը մեզնից գիտենք ինչեր է պահանջում եւ գիտենք իրենց դիրքորոշումը Ալիևի հայտարարությունների համաձայն։ Հիմա տեսնենք, թե որքան արժի ադրբեջանական գազը միջազգային շուկայում։ $250-300, սա պաշտոնական թվեր են, 1000 խորանարդի դիմաց արժի ադրբեջանական գազը միջազգային շուկայում։ Ժորժան, այսինքն եթե Ադրբեջանը ուզի էլ ավելի էժան մեզ գազ վաճառել քաղաքական ինչ-որ նպատակների առումով, մեզանից ինչ-որ քաղաքական պահանջներ մեր առաջ դնելով եւ քաղաքական զիջումներ պահանջելով, օրինակ եմ ասում, ապա նա չի կարող ռուսական գազի գնի չափ մեզ գազ վաճառել։ Այսինքն որևէ դեպքում ադրբեջանական գազը անգամ համեմատելով գնի առումով ռուսականի մենք չենք կարող։ Նույնիսկ եթե $200 էլ վաճառի, Հայաստանում կտրուկ կթանկանան ապրանքները, ինչը կբերի սոցիալ-տնտեսական վիճակի շատ վատթարացմանը, եւ մենք տեսնում ենք արդեն թե ինչ գնաճ է եւ սրանից ավել երկու անգամ գնաճը կբերի շատ լուրջ տնտեսական ճգնաժամի։ Դրա համար այն շրջանակները, որ ասում են ինչ լավ է, հեսա ադրբեջանական գազ կառնենք ռուսականից կհրաժարվենք ու կոչ են անում Ռուսաստանի հետ առհասարակ կտրել կապերը, նրանք տնտեսագիտությունից անգամ տարական գիտելիք չունեն կամ հատուկ ժողովրդի շահի դեմ են աշխատում։ Ասում եմ հետեւյալը, ստեղ խնդիրը ոչ թե Ռուսաստանն է, ոչ թե Ադրբեջանն է, ոչ թե ռուսամետությունն է կամ արևմտամետությունն է, բոլորին դնենք մի կողմ։ Ստեղ Հայաստանի շահի մասին է խոսքը, Հայաստանի պրագմատիկ շահերի, տնտեսական հաշվարկների եւ ժողովրդի շահի մասին։